Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանի ազգային agrarային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր։ Արդեն 3 տարի է ԿԳՄՍ նախարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, որ փրկում են agrarային համալսարանը գերակա agrarային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով։ Մինչդեռ դա չի օգնում, այս տարի agrarային 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ, անցած տարվա 98-ի փոխարեն։ Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ agrarայինի դիմորդների շուրջ 70-80%-ը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր 15-ից 20 ուսանող։ Իդեպ այս վիճակն agrarայինում շարունակվում է սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի լավագույն ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը։ Գիտեք, ես կարծում անիմաստ է թիրախավորել համալսարանին, ռեկտորին, այո, իհարկե նրանք էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն, բայց պետություն, որտեղ գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության հետ կապված ոլորտները մեռնում են, որտեղ անգամ գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտություն չկա, որտեղ վարելահողերի մեծ մասը 60-70%-ը անմշակ են, երկիր, որտեղ վերամշակման գործարաններ չկան, երկիր, որը գյուղատնտեսական արտադրանքի առումով գրեթե 90%-անոց կախվածությունն է Ռուսաստանի Դաշնությունից, այն էլ միայն մրգի տեսքով, բանջարեղենի տեսքով, այսինքն չի վերամշակվում, ինչպես արդեն ասացի, վերամշակման գործարաններ չկան, ակնկալել, որ agrarային համալսարան դիմողները շատ կլինեն, առնվազն աբսուրդ է, եւ այստեղ որևէ նշանակություն չունի ով է ռեկտորը, համալսարանը ինչ հնարավորություններ ունի։ Շուկան թելադրում է, թե որ ուղղությամբ գնան մարդիկ մասնագիտացում ստանալու։ Հայաստանի շուկան այսօր թելադրում է մի բան, կամ պետք է IT ոլորտի մասնագետ դառնաս, կամ բլոգեր։ Մի մասը մի ինչ որ չնչին հատվածնել էսկորտ են դառնում, դա էլ գովազդի վրա չէ, այսօր մենք տեսնում ենք համացանցը ինչն է առաջնահերթություն սարքում։ Սարքում են, որ դու բլոգինգով արագ փող կարող ես աշխատել, դու կարող ես արագ փող աշխատել IT ոլորտում։ Դա IT-ն դեռ լավագույնն է, ես չեմ թիրախավորում, իրականում լուրջ մասնագիտական ուղղություն է։ Մնացած ուղղություններով երիտասարդները ինչ հաջողության հնարավորություն ունեն, հա։ Այսօր պետք է լինեին տասնյակ agrarային ձեռնարկություններ, գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք իրենք կպատվիրեին համալսարանին ուսանողներ պատրաստել իրենց համար, կամ իրենք կգնային համայնքներից, գյուղերից, քաղաքներից, կգտնեին ավարտական դասարանի ուսանողների եւ նրանց կրթություն ապահովելով իրենց համար մասնագետներ կապահովեին։ Եվ գովազդ կարվեր, հա, գյուղատնտեսությամբ զբաղվելու, գյուղատնտեսական գիտելիքներով զբաղվելու։ Այս ամենը չի արվում, այդ ամեն ինչը մնում է համալսարանի վրա, ասում են համալսարանը 15-20 ուսանող ունի։ Ինչ անի համալսարանը, եթե գրավիչ չի այդ ուղղությունը, եւ գրավիչ չի պետության վարած քաղաքականության պատճառով։ Ինչպես կարող է մի երկրում agrarային ոլորտը առաջնահերթություն համարվել կամ գրավիչ լինել, եթե անգամ գյուղնախարարություն չկա, թամախ չեն անում գյուղնախարարություն ունենալ։ Հրապարակ թերթը գրում է. իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ մեր տեղեկություններով պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներն են պարտադրված մասնակցել քարոզչական աշխատանքների։ Երբևէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներն են ներգրավում։ Ոմանց ստիպում են այցելել Երևանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ԿՊ-ի օգտին։ Մինչդեռ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային ծառայողներին, բացառությամբ ազգային ժողովի падգամավորների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս։ Պատմում են, որ ԿՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկներ են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն ասում են դա էլ չի օգնում։ Երեք դուք տեսաք Նիկոլ Փաշինյանը Երևանում էր շրջում եւ
ինչպես ակնկալելի էր, Երևանը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է, անընդհատ խնդիրների է հանդիպում այստեղ, երևանցիները գլխավորապես մերժում են Նիկոլ Փաշինյանին, իսկ Երևանը հանրապետության սիրտն է եւ շատ կարեւոր ուղերձ է։ Նկատենք, որ պետական հաստատությունների, դպրոցների աշխատողներին նրանք ոչ միայն ներգրավում են քարոզչության գործում, ինչպես պնդում է արված այս հոդվածում, այլև մասովկաների համար են օգտագործում։ Երեք օրինակ Նիկոլ Փաշինյանը Նուբարաշեն վարչական շրջանում էր եւ օրինակ երաշտական դպրոցը մամուլում սրա մասին գրվեց, երաշտական դպրոցի բոլոր ուսուցիչներին, աշակերտներին համար 1 տագնապով հանել էին փողոցներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, նկարվեն հետը, մասովկա ապահովեն, այսինքն ապահովեն տեսարան, որ իբրև թե սիրելի վարչապետը ընդունված է ժողովրդի կողմից, այնինչ այդ մարդիկ պետական հաստատությունների աշխատողներ կամ աշակերտներ էին, այդ մի դրվագով, եւ իշխանությունը սրանով ցույց է տալիս իր խայտառակ վիճակը ընտրական process այս գործընթացում, որովհետեւ Պաստորեն իրենք այնքան վատ վիճակում են, որ հատկապես Երևանում սա արձանագրենք, հա, մասովկաների կարիք ունեն եւ այդ մասովկաները ապահովում են պետական հաստատությունների աշխատողների օգնությամբ։ Փաստ օրաթերթը գրում է. առաջիկայում կփոխվի Ռուսաստանի հայերի միության նախագահը, բանն այն է, որ մեր տեղեկություններով Ռուսաստանի իշխանությունների շրջանում դժգոհություն կա այն առումով, որ միության ղեկավարությունը բավարար ինտեգրված չէ Հայաստանի հասարակության մեջ, եւ ըստ էության չունեն բավարար չափով ազդեցություն, այդ թվում ընտրությունների հետ կապված, չնայած որ ներկայացնում են հայկական ամենամեծ համայնքը։ Փաստ թերթի տեղեկություններով այս պահին քննարկում է ազգային Հայազգի հանրահայտ բժիշկ ակադեմիկոս Արամայիս Կամալովի տեխնատությունը։ Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր։ Իհարկե, այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է Ռուսաստանի հայերի միության նախագահի փոփոխության հարցը, բայց ինձ զարմացնում է, եթե իրականում կա նման բան, որ Ռուսաստանը դժգոհ է, որ Ռուսաստանի հայերի միությունը բավականաչափ ազդեցություն չունի Հայաստանի հասարակական կյանքում։ Իբր Ռուսաստանը մի այնպիսի ազդեցություն ունի, Ռուսաստանը, ինչպես ժողովուրդը կասեր, փրթել թափել է այս առումով, հրաշալի արդյունքները ապավել, Ռուսաստանի հայերի միությունը ոնց որ չի կարողանում այս հարցը լուծել։ Ռուսաստանի հայերի միությունը քարոզչական, փաթեթավորման, մատուցման, փափուկ ուժի տեսանկյունից մասշտաբները մի փոքր ավելի փոքր, տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի փոքր, բայց Ռուսաստանի կրկնությունն է։ Այդ երբ է Ռուսաստանը կարողացել փափուկ ուժով, խոսքով, քարոզչությամբ որևէ հասարակության վրա էական ազդեցություն թողնել, անկախ բարեկամական տրամադրվածությունից դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ այս ամեն ինչում տապալում կա եւ Ռուսաստանը ինքը արդեն խնդիրների առաջ է կանգնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ, այն ըստ ամենայնի վերածվում է քաղաքական ցուցադրության։ Մեր տեղեկություններով վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրաված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։ Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել եւ լուսանկարվել հետը։ Գիտեք, այս հետաքրքիր մի հատ դրվագ կա, ուղղակի թեմայի բովանդակության հետ կապ չունեցող, երբ որ որևէ թերթ գրում է մեր տեղեկություններով վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրաված են այս գործում։ Ձեր տեղեկությունները ո՞րն է, Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչի իր էջում հրապարակել է։ Կարելի է ուղղակի հղում տալ աղբյուրին, որտեղից վերցրել եք այդ տեղեկատվությունը։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացա, որ քաղաքացի Ալեքսանդր Ներսիսյանը դատարանում վիճարկում է Viva Armenia ընկերության գործողությունները, պնդելով, որ խախտվել է իր սեփականության իրավունքը, գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նաննա Դալաքյանի նախագահությամբ։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական ուշագրավ քաղաքացիական վեճը, որի կենտրոնում այս անգամ հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկն է Viva Armenian։ Քաղաքացին դիմել է դատարան, որպեսզի պարտավորեցնի Viva Armenian-ին խախտել կամ վերականգնել իր սեփականության իրավունքի խախտումը։ Շատ կարևոր լուրեր է։ Փաստ թերթը գրում է. առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աստիճանաբար թափ է հավաքում։ Դեռ ժամանակ կա առավել մանրամասն անդրադառնալու այս ընթացքին։ Իսկ առայժմ առաջին հերթին ուշադրություն է գրավում իշխանության եւ հիմնական ընդդիմադիր ուժերի պահվածքի, բառապաշարի եւ դրսեւորած մակարդակի ահռելի տարբերությունը։ Սարեր ու ձորեր։ Մի կողմից իշխանության քարոզչությունն ուղեկցվում է ՔՊ ղեկավարի բղավոստերով, գորգորոստերով, անհավասարակշիռ հայտարարություններով, ուտելիքի անհակ կլանման տեսարաններով, հնչում են անվանարկումներ, պիտակավորումներ, վիրավորանքներ, անմակարդակ բառապաշար։ Մյուս կողմում աչք է ծակում ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ուժեղ Հայաստան դաշինք ԲՀԿ միասնության թևեր հավասարակշռված խոսքը, գրագետ մտքերը, քննարկման ենթակա ադեկվատ առաջարկությունները։ Համաձայն եմ թերթի հետ, Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը իրականում բավական վատ բառապաշար են օգտագործում, որս էլ չհասցրեցի ֆիքսել իշխանության որ ներկայացուցիչներ զասոս բառեր օգտագործում, ուղղակի սա անթույլատրելի է հրապարակային նման ձևակերպումներ օգտագործել։ Դե Նիկոլ Փաշինյանի լկտիությունը սահմաններ չունի, սկսած եկեղեցու դեմ պայքարից, իր օգտագործած բառապաշարից մինչև հիշում եք հայտնի նախընտրական պրոցեսի ժամանակ այդ սեռական ակտի մասին հիշատակում, որ արել էր։ Առաջարկում եմ մի տեսանյութ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից մի կարևոր թեմայի անդրադառնալու, վերադառնանք եւ քննարկենք։ Երեք Մարտունիում քաղաքացիները հանդիպան Վայոց ձորից։ Երկու քաղաքացի կային, հանդիպեցին, ծանոթացան, խոսեցին։ Հետո ասացին Վայոց ձորից եկեք։ Ասին ուրախացան, ասին դե առաջիկա օրերին գալու են ձեր մոտ, էլի կհանդիպենք, ասեց որ գաք մեր մոտ, հնարավոր է որ այդ հանդիպմանը չգան, որովհետև մեր մարզպետը ու իր հերը հետապնդում են գործից ազատում են։ Գիտեք ով այդ մարզպետի հերը։ Աշոտ Արսենյան, Ջերմուկի Աշոտ, որ նախորդ բոլոր իշխանությունների բոտերի տակ թավալվել է։ Հիմա հարց եմ տալ 90% ձայն հավաքում է Ջերմուկում Նիկոլի համար, որ ինչ անի, որ թշնամուն բերի ձեր տուն, արդեն բերել է, չէ Ջերմուկի մատուցը։ Այսինքն ժողովուրդը թույլ է տվել ազգային հարստությունը, լետել հարցը ոնց հասել իրանց։ Լեցել են շշերը, առևտուր են անում ու ժողովրդի կամքի վրա բռնանում են։ Այս առաջին զգուշացումն է բոլոր այն օլիգարխները, ովքեր կանգնում են այս իշխանության կողքին, ժողովուրդը դրանից է զզվել, որ 18 թվականին գնաց այս արկածախնդրությունը։ Թող իրաց տեղի իմանա։ Լսեցիք Իշխան Սաղաթելյանին, պարոն Սաղաթելյան շատ կարևոր խնդրի մասին է խոսում, որովհետև փաստորեն այն ինչի դեմ ժողովուրդը դուրս էր եկել փողոց 2018-ին, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի քաղաքացիներ, դուք արդյոք 2018-ին չէիք հոգնել, մինչև 2018-ը չէիք հոգնել Նիկոլ Փաշինյանի ասած լֆիկ Սամոյից, հոգնել եք, չէ՞ որ բդեշխի պես է իրեն պահում։ Դուք արդյոք չէիք հոգնել Ջերմուկի Աշոտից, Աշոտ Արսենյանից եւ իր Գերդաստանից, Վայոց ձորի սիրելի բնակիչներ։ Դուք արդյոք Վայոց ձորցիներ չէիք հոգնել Սերգեյ Բագրատյանից, որը ԲՀԿ-ի շարքերում էր եւ ինչպես Նիկոլի ԱԱՑ-ն հրապարակեց այդ ղազագրերը, որը խոստացել էր խոստում էր տվել Գագիկ Ծառուկյանին չդավաճանել իրեն, իսկ ով դավաճանի անբարոյականի վաստակ կլինի, հա, այդ ղազագիրն էլ հրապարակվեց ԱԱՑ-ի կողմից ժամանակին։ Այս մարդկանցից չէիք հոգնել դուք։ Դուք չէիք հոգնել այն մարդկանցից, որոնք թալանել են, հարստացել են, դուք չէիք հոգնել Սասի Արտակից, հանրապետական կուսակցության անդամ, որը
բացահայտ ընտրակաշառք էր բաժանում 2017-ին, սրա մասին անգամ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը, հոգնել եք, չէ։ Հիմա ուր են այդ մարդիկ, ինչպես է ստացվել, որ նրանցից ումից հոգնել եք, ում պատճառով այս խելապակասին թույլ տվեցիք իշխանության բերեն, հիմա այդ մարդիկ սրա կողքին են ու դուք էլի աջակցում եք իրենց։ Բայց մյուս կողմից այս մարդիկ թող լավ իմանան, իշխան Սաղաթելյանը շատ տեղին դիտարկում արեց, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը ինչ որ պահի գնալու է։ Ես հույս ունեմ, որ հունիսի 7-ին կգնա, ժողովուրդը այդպես կկամենա։ Երբ էլ որ գնա, այս մարդիկ պիտի պատասխան տան, որովհետև նրանք եղել են թրքահապատակ քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի հենարանը։ Լֆիկ Սամոն, Սասի Արտակը, Ջերմուկի Աշոտը, Սերգեյ Բագրատյանի նմանները, մնացած այդ քրյա օլիգարխիան, որը նախորդ իշխանությունից ժառանգվեց ներկա իշխանության։ Այո, հիմա իրանց կարգավիճակը փոխվել է, որովհետև հիմա Լֆիկ Սամոն չի կարող քաղաքացիներին համբալ ասել ազգային ժողովի դիմաց։ Սասի Արտակը փողով իր համար ձայներ չի հավաքում եւ հավաքողներին Ֆրանսիա չի պատրաստվում ուղարկել Փարիզ։ Սերգեյ Բագրատյանը երևի Ղազագիր գրելուց ավելի գրական ինչ որ բառեր է գրում, չգիտեմ, կամ Ջերմուկի Աշոտը հիմա բան չի, պաշտոնյա չի, չնայած տղան մարզպետ է, բայց շատ եթերում չի երևում ինքը անձամբ Աշոտ Արսենյանը։ Բայց այդ մարդիկ կան, կապիտալը կա նրանց։ Եվ սա նաև ամենացցուն բանն է, փաստն է, ցուցիչն է, թե ինչու 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն չէր։ Ցանկացած պարագայում, եթե տեղի ունենար իրական հեղափոխություն, չէր կարող Սամվել Ալեքսանյանի կապիտալը մնար իր ձեռքին, որտեղ դա ապօրինի կապիտալ էր։ Չէր կարող Սասի Արտակի կապիտալը մնար։ Չէր կարող Ջերմուկի Աշոտի կապիտալը մնար։ Ընդ որում ոչ միայն նրանց կապիտալը մնար, այլև քառապատկվեր, տասնապատկվեր, հա, եթե մինչև 2018 թվականը Ջերմուկի Աշոտը շենքեր չէր կառուցում, Արշակունյանցի վրա ամենամեծ համալիրը իրենց է պատկանում եւ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները այդտեղ տներ ունեն։ Եթե Սամվել Ալեքսանյանը մինչև 2018-ը որոշակի չնայած հանրային ակտիվություններ ցույց տալիս, բայց նաեւ մեկ իշխանության հորդորով այս կամ այն ուղղությամբ փողեր կարող էր ծախսել, հիմա դա էլ չի անում, քառապատկվել է իր կարողությունը վստահ։ Դուք տեսնում եք ամեն քայլափոխի Երևան City են բացել, հիմա մնում է ամեն մեկի տան բանում հյուրասրահում Երևան City բացել։ Սասի Արտակ Սարգսյանը։ Տեսել եք քանի հաստատություն են բացել, իրենց բիզնեսները ոնց են առաջ գնում։ Սրա դեմ եք պայքարում, սրա համար եք պայքարում, որ այս մարդկանց կարողությունը ավելանա, վստահ եմ ոչ։ Նիկոլ Փաշինյանը հիմա օգտվում է նրանցից այնպես, ինչպես նախորդ իշխանությունը եւ նրանցից առաջ եղած բոլոր իշխանությունները այս օլիգարխներից քրեական տարերից ինչպես օգտվել են։ Հիմա ուզում եք փոխել, ուզում եք այս ամեն ինչին վերջ տալ, դա արդեն ցույց կտա ժամանակը։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։